Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին այսօր շուղարկավորել են։ Փոքրիկի դաժան սպանությունից հետո նրա հորն ու մորը հնարավոր է զրկեն ծնողական իրավունքներից։ Գեղարքունիքի մարզպետարանում այսօր հրատապ նիստ է հրավիրվել հոր կողմից խեղդամահ արված փոքրիկ տղայի քույրերի ու եղբայրների հետագա խնամքի հարցերը քննարկելու համար։ News.am-ի մեր գործընկերներին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան ասել է, որ նիստին մասնակցելու են երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներ, որոնք շփվել են Տիգրանի ընտանիքի հետ եւ տեղյակ են իրավիճակին։ 3 տարեկան երեխայի սպանության համար կասկածվող հայրը կալանավորվել է։ Ահասար սուր դեպքի մասին նոր մանրամասներ են պարզել լրատվամիջոցները։ Հայրը, որ կասկածվում է տղային սպանելու համար, ցերեկները ոստիկանների հետ փնտրել է որդուն, իսկ գիշերները նրա մարմինը տեղից տեղ տարել։ Ոստիկաններին տարօրինակ է թվացել այն, որ տղամարդուն գիշերները դաշտերում մենակ քայլելիս են տեսել։ Փոքրիկի սպանությանն ականատես է եղել ավագ եղբայրը, որը համր է, չի խոսում, սակայն դեպքից հետո, երբ հարցնում էին եղբոր մասին, ձեռքով բռնում էր կոկորդը։ 3-ամյա Տիգրանի ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ձմռանը փոքր տանը միասին ապրում են 14 հոգի, նրանցից 9 երեխաներ։